Եղեք օրհնված, պատգամը, որ պիտի խոսեմ ձեզ հետ, պիտի փոխանցեմ ձեզ, որ սրտից դրվել է նախանցած չորեքշաբթի, այստեղ մեր ծառայողական աղոթքի ժամանակ էր, երբ որ աղոթում էինք եւ այդ խոսքը եկավ իմ սրտին եւ սկսեցի դրա վրա մտածել, աղոթել եւ փառք Տիրոջը, որ Սուրբ Հոգին էլ մեզ առաջնորդում է ավելի բաց լինելու այն խոսքի համար, այն պատգամի համար, որ նա փոխանցում է։ Եվ թեև պատգամիս բուն նյութը Պողոս առաքյալի մեկ այլ գրքից, մեկ այլ հատվածից է, բայց այն խոսքը, որ եկավ ինձ, սա երկրորդ Կորինթացիների 5-րդ գլուխ 17 խոսքի առաջի հատվածն է, որտեղ Պողոս առաքյալը Կորինթոսի եկեղեցուն մի հատ խոսք է հղում. եթե որևիցե մեկը Քրիստոսի մեջ է։ Այս խոսքի տակ շատ բաներ կարող ենք տեսնել, շատ բաներ կարող ենք ասել։ Եվ շարունակությունը չեմ անդրադառնում, շարունակությանը խոսքից մեջ կանրադառնամ ընթացքում, բայց պատգամիս վերնագիրը սա է. եթե մեկը Քրիստոսի մեջ է։ Եվ վստահ եմ, որ այստեղ գտնվողներդ Քրիստոսի մեջ եք։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ Հիսուսը Մատթեոս ավետարանի մեջ հռչակեց, որ ամեն ծառ իր պտուղից տարբերակվում է, թե ինչպիսին անա։ Գաղատացիների թղթի մեջ Պողոս առաքյալը 5-րդ գլխի մեջ շեշտում է երկու տեսակ պտուղներ մեր կյանքերի մեջ, որ մարդու կյանքում կարա լինի։ Մեկը անվանում է մարմնի պտուղներ, որը մարմնից է, մարմնի ցանկություններից է, եւ այն բավարարում է մեր մարմինը, մեր շնչավոր վիճակը, եւ երկրորդ պտուղի մասին, որ խոսում է, ասում է, իսկ սրանք էլ հոգու պտուղներն են։ Այսինքն Աստծո հոգու պտուղները, որը բնակված է մեր մեջ, եւ այդ պտուղները մեր մեջ, մեր կյանքի մեջ պիտի լինեն։ Եվ Պողոս առաքյալն ասում է, երկու տեսակ պտուղ գոյություն ունի, եւ այս երկուսից մեկը պետքա մեր կյանքերում լինի։ Եվ շատ կարևոր է, որպես Աստծո զավակ, ինչպես Հիսուսն ասեց, ծառը իր պտղից կճանաչվի, եւ Աստծո խոսքը շեշտում է բազմակի անգամներ, որ մենք պատվաստված ենք Քրիստոս որդի վրա։ Հիսուսն ասեց, ես եմ որդը, եւ դուք իմ վրա պատվաստված ճյուղերն եք։ Եթե մենք Քրիստոսի մեջ ենք եւ Քրիստոսի վրա պատվաստված ճյուղերն ենք, ապա դրանից բխում է, որ մեր կյանքի մեջ պիտի լինի հոգու պտուղների առատությունը, որովհետեւ Աստծո խոսքն ասում է, որ Սուրբ Հոգին էլ բնակված է մեր մեջ։ Եվ դրանից հետո հիմա կուզեմ կարդամ 2 Կորինթացիս 5:17 խոսքը ամբողջությամբ, եւ Պողոս ասում է, եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է եւ հները անցել են եւ ամեն բան նոր է եղել։ Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նրա կյանքում Աստծո խոսքն ասում է, որ այլևս չի կարող հինը տեղ ունենալ։ Հինը չպետք է նրա կյանքի մեջ տեղ գտնի, հինը նրա կյանքի մեջ չպետք է արմատացած լինի, նրա կյանքից այդ հինը պետք է դուրս եկած լինի եւ նա նորոգված լինի, նորը լինի, ինչպես որ ծառն է։ Գիտեք, մենք միգուցե ժամանակին, ինչպես Պողոս առաքյալը իր թղթերի մեջ ասում է շատ անգամներ Թեսաղոնիկեցիների, Փիլիպեցիների, Եփեսացիների թղթերի մեջ, Հռոմեացիների թղթերի մեջ ասում է, դուք էլ մի ժամանակ ուրիշ տեղ էիք տնկված, ուրիշ հողում էիք, ուրիշ ծառից էիք, ուրիշ պտուղ տվող էիք, բայց հիմա ասում է Քրիստոսով դուք տնկված եք Քրիստոս որդի վրա, դուք տնկված եք Աստծո դաշտի մեջ եւ պետք է որ Քրիստոսից էլ Սուրբ Հոգուց էլ բերեք այն պտուղները, որը Սուրբ Հոգին է տալիս։ Մենք չենք կարող կրենք Սուրբ Հոգին մեր մեջ, մենք չենք կարող պատվաստված լինենք Քրիստոսի վրա եւ պտուղ տանք աշխարհից։ Նման բան հնարավոր չի։ Եթե իմ կյանքի մեջ կա պտուղ, որը Աստվածանից չի, նշանակում է ինչ որտեղ ես դեռևս լիարժեք չեմ սնուցվում Քրիստոսից։
Ինչ որտեղ դեռևս իմ պատվաստումը իր դիրքը, իր տեղը չի գտել այդ Քրիստոս որդի վրա։ Դեռևս ես ուրիշ սնուցում ունեմ եւ կարիք ունենք այդ սնուցումը կտրելու եւ կարիք ունենք լիարժեքաբար ամբողջությամբ Քրիստոս որդից սնուցումը ստանալ։ Ամեն։ Բուն թեման, որին պիտի անդրադառնամ խոսքերը այդ հատվածը գրված է Եփեսացիս 4-րդ գլուխ 17-ից 32 համարների մեջ։ Այսօր այս հուսամ ժամանակը բավարարի կարողանամ ամբողջությամբ ձեզ հասցնեմ այն պատգամը, որ կա, բայց խոսքը հետևյալն է ասում, արագ կարդամ այդ խոսքերը, ասում է, արդ սա եմ ասում եւ վկայում Տերով, որ դուք այլևս չգնաք ինչպես ուրիշ հեթանոսներն են գնում իրանց մտքի ունայնությունով, որ խավարած են մտքով եւ օտար Աստծո կյանքից, այն տգիտության պատճառով, որ նրանում է, իրանց սրտերի կուրության համար, որ անզգայացած իրանց անձերը մատնեցին անառակության ամեն պղծության գործերի մեջ ագահությունով, բայց դուք Քրիստոսին այսպես չսովորեցիք, եթե նրանից լսեցիք եւ նրանով սովորեցիք, ինչպես որ ճշմարտությունն է Հիսուսում, որ ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեբայության ցանկությունով ապականված է, եւ ձեր մտքի հոգով նորոգվեք եւ նոր մարդին հագեք, որ Աստծո պատկերին պես ստեղծված է ճշմարտության արդարությունով եւ սրբությունով։ Նրա համար դեն գցեք ստությունը, խոսեք ճշմարտությունն ամեն մարդ իր ընկերի հետ, վասնզի իրար անդամ ենք, բարկանաք մի մեղանչեք, թող արեգակը ձեր բարկության վրա չմտնի և տեղի չտաք սատանային, նա որ գողանում էր թողել չգողանա, այլ մանավանդ աշխատի իր ձեռովը բարին գործելով, որ ունենա տալու պետք ունեցողին, ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից, բայց այն, որ բարի է, շինության համար կարևոր, որ շնորհ տա լսողին, եւ մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն եւ բարկություն եւ սրտմտություն եւ աղաղակ եւ հայոյություն թող վեր առնվի ձեզանից, ամեն չարության հետ միասին, եւ իրար հետ քաղցր եղեք, գթած իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց։ Մի ամբողջ պատգամ, որ Պողոս առաքյալը Եփեսոսի եկեղեցուն փոխանցում է։ Եթե վերցնենք այս ամբողջ Եփեսացիների թղթի մեջ, ինքը մի հատ առանձնացված հատուկ խոսք էր, որ հղվել էր։ Մի փոքր հատված չէր, մի փոքր խոսք չէր, մի նախադասություն չէր, մի ամբողջ պատգամ էր իր տարբեր քայլերով հանդերձ։ Եվ ես այս հատվածը բաժանել եմ 4 քայլի։ Քայլեր, որ մենք մեր կյանքի մեջ պետք է անենք եւ քայլեր, որ մենք մեր կյանքի մեջ չպետք է անենք։ Ըստ այս Եփեսացիների թղթի այս հատվածի։ Եվ գիտեք, մենք կանչված ենք, Աստծո խոսքը 2 Պետրոս 1:3-ից 4 խոսքում ասում է, դուք կանչվեցիք Քրիստոսի մեջ լինելու։ Կուզեմ այս խոսքերը կարդամ ձեզ համար։ Առաջի Պետրոս, կներեք 2 Պետրոս առաջինի 3-ի 3-ից 4 խոսքերը, ասում է, ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի եւ աստվածապաշտության համար պետք է նրա գիտությունով, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինությունով, որոնցով ամենամեծ եւ պատվական խոստումներն ենք ստանում, որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը, աշխարհի մեջ ցանկություններից եղած ապականությունից հեռու փախչելով։ Գիտեք, մենք կանչվել ենք լինելու Աստծո մեջ, մենք կանչվել ենք լինելու Քրիստոսի մեջ, մենք կանչվել ենք լինելու հոգուն կրողները մեր կյանքի մեջ։ Սա Աստծո կամքն է եւ սա Աստծո նպատակն է եղել։ Եվ երբ որ նա կանչեց, նա մեզ կնքեց, Աստծո խոսքն ասում է Սուրբ Հոգու կնիքով, իր Սուրբ Հոգին դրեց մեր մեջ, իր էությունը սկսեց ձևավորել մեր մեջ, որովհետև մեկ ժամանակ, երբ որ մենք մեղքի պատճառով հեռացած էինք, նրա պատկերը, նրա էությունը մեզանից վերցված էր, կորցված էր, խավարված էր, աղավաղված էր, բայց երբ որ մենք գալիս ենք նրա ներկայության մեջ, Աստծո խոսքը մեզ սկսում է բժշկել, նորոգել եւ այդ աստվածային պատկերը նորից վերականգնել մեր կյանքերի մեջ։ Եվ Պողոս առաքյալը առաջի հորդորը, առաջի քայլը, որ ասում է, եթե դուք
այն խոսքը, որ Կորինթացիներին գրված էր, եթե մեկը Քրիստոսի մեջ է, այս առաջի քայլը, որ նա պետք է չանի հետևյալն է, ասում է դուք այլևս չգնաք այնպես, ինչպես որ հեթանոսներն են գնում։ Կուզեմ մի քանի խոսքերի վրա այս նախադասության մեջ կանգ առնենք։ Չգնալ այնպես, ինչպես հեթանոսներն են գնում։ Սաղմոս առաջի գլուխ, առաջի խոսքը ասում է, երանելի է այն մարդը, ով որ ամբարիշտների ճանապարհին չի կանգնում, նրանց խորհրդի մեջ չի եւ նրանց ստախոսների, ծաղրանողների, աշխարհիկ միջավայրի նստատեղերում, աթոռներում չի նստում։ Եվ Պողոսն ասում է, դուք էլ որ կանչված եք, դուք էլ որ երանելի եք Աստծո կանչով, նրա կանչին արձագանքելով, պետք է որ հեթանոսների ճանապարհով, հեթանոսների ապրելակերպով այլևս չգնալ։ Միգուցե մի ժամանակ գնացել ենք, բայց այլևս քանի որ արդեն Քրիստոսի մեջ ենք, մենք իրավունք չունենք այլևս հեթանոսների ճանապարհով գնալու։ Հեթանոս բառը հայերեն բառարանի մեջ թարգմանվում է որպես կռապաշտ, անաստված, օտար աստվածների պաշտող։ Ով է քո Աստվածը։ Եթե քո Աստվածը ամենակարող Աստվածն է, եթե քո Աստվածը հավիտենական թագավորն է, ուրեմն քո կյանքի մեջ այլևս ուրիշ աստվածներ տեղ պիտի չունենան։ Այլևս ոչ մի բան քո կյանքի մեջ պաշտամունքի առարկա պիտի չդառնա։ Եվ Պողոս առաքյալն ասում է, այլևս նրանց նման մի գնացեք, ովքեր Աստծուն մոռացած, Աստծուն թողած ուրիշ բաների պաշտամունք են անում իրանց կյանքի մեջ, կամա թե ակամա։ Եվ երբ որ նայում ենք, տեսնում ենք, որ աշխարհը անաստված է, որովհետև Հիսուսը դա հռչակեց, ասեց, ես էի լույսը, ես եկա որպես լույս այս աշխարհի մեջ, բայց աշխարհը ինձ չճանաչեց եւ չընդունեց։ Հովհաննես առաքյալը իր թղթի մեջ, իր նամակի մեջ, ավետարանի մեջ հռչակում ասում է, նա էր լույսը, բայց աշխարհը նրան չճանաչեց, աշխարհը չկամեցավ, չուզեց նրան ունենալ իր մեջ։ Եվ այսօր աշխարհը առանց լույս անաստված առաջ է գնում։ Եվ սա նրանց կամքն էր։ Գիտեք, այստեղ երբ որ Պողոսը ասում է չգնաք հեթանոսների ճանապարհով, բերում է մի պատճառ, որովհետև ասում է նրանք իրենց մտքի մեջ ունայնացած են։ Իրանց մտքերը խավարած է։ Հռոմեացիների առաջի գլուխ, առաջի գլխի 21 խոսքը հետևյալն է ասում այս իրավիճակի մասին։ Հռոմեացիների գիրք առաջի գլուխ 21 խոսքից ասում է, որովհետև Աստծուն ճանաչելով, գիտեք այսօր շատ քիչ մարդիկ կարող են ասել, որ իրանք Աստծուն չեն ճանաչում, Աստծո մասին տեղյակ չեն։ Ճանաչողությունը դա չի գալիս նրան ունենալու, հասկանալու, գիտենալու, այլ ուղղակի նրա մասին լսելու եւ գիտենալու, որ Աստված գոյություն կա։ Եվ ասում է Աստծո խոսքը ստեղ ասում է, որովհետև Աստծուն ճանաչելով, այսինքն Աստծո մասին գիտենալով, նրան Աստծո պես չփառավորեցին, նրան որպես Աստված չընդունեցին, նրան որպես Աստված չպաշտեցին, եւ ասում է չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրանց մտածմունքներում ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցին։ Շարունակության մեջ ասում է, ասելով թե իմաստուն են, հիմարացան։ Գիտեք, այս խոսքերը հուշում են նրա մասին, որ նրանք տեղյակ էին Աստծո մասին, նրանք գիտեին Աստծո մեծության մասին, բայց Աստծուն չպաշտեցին այնպես, ինչպես որ Աստված արժանի է պաշտամունքի։ Չընդունեցին եւ ասում է, դա իրանց սրտի համոզմունքն էր եւ դա իրանց սրտի կամքն էր արտահայտված, իրանք կամովի ինչ որ մեկը նրանց չստիպեց, որ Աստծուն չպաշտեն, այլ իրանք իրանց կամքի մեջ, իրանց հասկացողության մեջ, իրանց որոշումների մեջ ընդունեցին նման դիրքը Աստծուն չպաշտելու։
Եվ դրա համար Պողոսն ասում է, այդ հեթանոսների հետ որևիցե առնչություն մի ունեցեք եւ նրանց նման այլևս մի քայլեք, որովհետեւ դուք կանչված եք Քրիստոսի մեջ։ Եվ եթե դու կանչված ես, դու չպետք է Աստծուն մերժես, այլ պետք է նրան տաս այն փառքը, այն պատիվը, այն շնորհակալությունը, ինչպես այսօր Կարեն եղբայրն ասեց, որ եթե նայենք մեր առօրյա կյանքի ամեն մի ոլորտին, ամեն մի ակնթարթին, երբ որ մենք բացում ենք մեր աչքերը, ունենք շնորհակալություն հայտնելու ինչ որ առիթ Աստծուն։ Այն բանը, որ ուղղակի դու այսօր արթնացել ես, դու դրա համար ունես կարիք եւ պատիվ նրա առաջ կանգնելու եւ փառք տալու նրան դրա համար։ Ամեն։ Եվ երկրորդ բանը, որ ասում է Պողոս առաքյալը շարունակության մեջ, որ ասում է նրանց մտքերը խավարված է, այս ունայնության, նրանց մտքերի ունայնության պատճառը հետևյալն է, նրանց մտքերը խավարել են հենց այդ կամովի ընտրության պատճառով։ Եվ երկրորդ բանը, որ ասում է նրանք օտարացած են Աստծո կյանքից։ Գիտեք, անցած չորեքշաբթի օրը, այս անցած շաբաթվա չորեքշաբթի օրը, երբ որ մենք ուսումնասիրում էինք մեղքի թեման սեմինարի ժամանակ, այդ սեմինարի նյութի մեջ հետևյալն էր տալիս, որ մարդը կամովի ընտրեց մեղք գործելը, սատանան չստիպեց։ Մարդիկ երբեմն մտածում են, որ սատանան նրանց դրդեց, սատանան ստիպեց անելու։ Սատանան ուղղակի առաջարկում է, սիրելիս։ Նա քեզ չի ստիպում։ Նա գիտի, որ դու կամավոր ընտրության իշխանությունն ունես, եւ նա եթե քեզ ստիպողաբար գա, դու կարող ես վանվել նրանից, եւ նա ուղղակի խապկանքով առաջարկում է։ Եվ այստեղ էլ նրա մարդկանց մտքերի կուրության պատճառը, մարդը Աստծուց օտարանալու պատճառը հենց այդ կամովի ընտրությունն էր։ Մարդը ի սկզբանե կամովի ընտրեց Աստծուց օտարանալը։ Եվ երբ որ կարդում ենք Եփեսացիների թղթի 2-րդ գլխի 12 խոսքը, Պողոս առաքյալը հետևյալն է ասում, որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք։ Սրա մասին արդեն ասեցի։ Մի ժամանակ մենք առանց Քրիստոսի էինք, եւ այսօր ցավոք սրտի շատ հեթանոսներ առանց Քրիստոսի են, որովհետեւ նրանք ընտրել են լինելու այդպիսին եւ հեռացած Իսրայելի քաղաքականությունից, այսինքն զատված, առանձնացված, մերժած Աստծո ժողովրդի միաբանությունը։ Այսօր շատերին, երբ որ ասում ես եկեղեցի, երբ որ ասում ես միաբանություն, պաշտամունք, գործ չունեք, չենք ուզում։ Ինչ եկեղեցի, նրանք իրանց օտարացնում են եկեղեցուց, նրանք իրանց օտարացնում են Աստծո մարմնից, եւ Պողոսն ասում է, մի ժամանակ դուք էլ էիք, բայց փառք Տիրոջը, որ այսօր մենք այդպիսին չենք, փառք Տիրոջը, որ մենք այսօր Քրիստոսի մեջ ենք, փառք Տիրոջը, որ մենք այսօր օտարացած չենք միմյանց հետ միաբան լինելու նրա մարմնի մեջ պաշտելու։ Եվ հաջորդ հատկանիշը, որ տալիս է հեթանոսներին, Պողոս առաքյալը ասում է, օտարացած էին ոչ միայն Իսրայելի քաղաքականությունից, այլ օտարացած էին խոստմունքի ուխտերից, այն ուխտերից, որ Աստված խոստացավ կատարելու իրան ամեն հավատացողի կյանքի մեջ։ Փառք Տիրոջը, որ այսօր դու ունես նրանից խոստում, եւ վստահ եմ, որ այդ խոստումները ժամանակ առ ժամանակ ամեն օր կատարվում եւ կարող է կատարվել քո կյանքի մեջ, եթե դու նրա մեջ ես։ Եվ շարունակության խոսքն ասում է, հույս չունեին, փառք Տիրոջը, որ մեր հույսը նա է։ Այսօր աշխարհը շատ բանի վրա է հույս դրել, բայց մենք մեր հույսը դնում ենք ամենակարող Աստծո վրա եւ անաստված էին այս աշխարհի մեջ։ Հեթանոսները անաստված են այս աշխարհի մեջ։ Կանեն եղբայրը երեք երիտասարդականում իր կյանքից մի հատ պատմություն պատմեց, որում իր դասախոսներից մեկը ասել է. Ինչ Աստված, իմ Աստվածը իմ ստամոքսն է։ Գիտեք, ցավոք սրտի այսօր շատ մարդկանց համար իրենց Աստվածը ստամոքսն է հանդիսանում, իրենց Աստվածը իրանց գրպաններն է հանդիսանում, իրենց Աստվածը իրենց աշխատանքն է հանդիսանում, մեկերի համար իրենց Աստվածը իրանց լավ թիկունքով պաշտոնավոր մարդիկ, բարեկամներն են հանդիսանում, բայց ուզում եմ քեզ քաջարել էր սիրելի Աստծո զավակ, թող քո կյանքի մեջ, բացի Քրիստոսից, բացի հավիտենական Աստծուց, որևիցե բան Աստված չհանդիսանա, որպեսզի դու այս աշխարհի մեջ չլինես անաստված,
Գիտեք, ցանկացած բան, որ երբևիցե մարդու կողմից կարող է համարվել Աստված, նա մեկ օր լինելու է չաստված, որովհետև նա հավիտենական չի եւ չի կարող հավիտյանս գոյություն ունենալ, բայց մեր Աստվածը, որի առաջ մենք կանգնում ենք, որը մեր մեջ է իր Սուրբ Հոգու միջոցով, նա հավիտենական է եւ նա երբեք չի դադարում Աստված լինելուց։ Ամեն։ Հաջորդ խոսքի մեջ, շարունակության մեջ Պողոսն ասում է, որ այս տգիտության պատճառը, այս թագնած վիճակի նրանց այս վիճակի պատճառն ասում է նրանց տգիտությունն է, բացի այն, որ նրանք օտարացած են, բացի այն, որ նրանք Աստծո կյանքից հեռացած են, ասում է սրա պատճառը հենց այս Աստծուց հեռանալու եւ նրանից օտար մնալու պատճառը, ասում է նրանց տգիտությունն է, ինչպես Հռոմեացիների թղթի մեջ ասավ, որ համարում էին իրանց իմաստուն, բայց հիմարացան, որովհետև իրական գիտությունը չունեին Աստծո մասին, իրական գիտությունը չէին ընդունել, թույլ չէին տվել Աստված իրապես իրանց կյանքի մեջ հայտնվել, նրանք մերժել էին Աստծուն, դրա համար նրանք տգիտացել էին, նրա համար նրանք տգետ էին դարձել, եւ այս տգիտության պատճառն էլ ասում է իրանց սրտերի կուրությունն էր։ Գիտեք, մեր միտքը, մեր սիրտը փոխկապակցված է իրար հետ։ Մեր սրտի ազդակներն են, որ գալիս են մտքին, տալիս են հասկացողություն։ Եթե մեր սիրտը կուրացած է, գիտեք, այս սիրտ ասելով չի նշանակում մեր այս ֆիզիկական օրգանը, հասկանում եք, չէ՞։ Սիրտը մեր ներսի մարդը, մեր ներսի էությունը, եթե կուրացած է, որի մասին Պողոս առաքյալը երկրորդ Կորինթացիների գրքի 4 գլխի 4 խոսքում ասում է, այս աշխարհի Աստվածը, այս աշխարհի տիրակալը, իշխողը ամեն բան անում է, որ այն անհավատների սրտերը կուրացնի, որ որևիցե անգամ երբևիցե չկարողանան Աստծո փառքի ավետարանի լույսը տեսնեն եւ նա չծագի նրանց կյանքերի մեջ։ Եվ հենց այս պատճառով, քանի որ նրանց սրտերը կուրացած է, նրանց էությունը կորացած է, նրանք չեն կարողանում տեսնել ավետարանի լույսը, որը բացում է մեր միտքը, մեր հասկացողությունը եւ թույլ է տալիս ճանաչել իրական Աստծուն, իրական Քրիստոսին, դրա պատճառով մենք սկսում ենք հեռանալ։ Աշխարհը, մարդը սկսում է հեռանալ Աստծուց եւ նրա ամեն օրհնություններից եւ դառնում է անաստված։ Դրա համար Պողոսն ասում է հեթանոսների նման մի եղեք։ Մի եղեք նրանց նման, շարունակության մեջ ասում է տարբեր մի քանի պղծության, ասում է պղծությամբ ապականվեցին, ամեն պղծություններ գործեցին։ Եթե մարդը Աստծուց հեռու է, նա ամեն ամբարով վարքի մեջ կմտնի, ամեն սխալ գործողությունների մեջ կմտնի եւ դա իր համար հասարակ է, դա իր համար ընդունելի է։ Որովհետև չկա իր կյանքի մեջ այն հանդիմանող Սուրբ Հոգին, որ պիտի բնակված լինի նրա մեջ։ Եվ շարունակությունը, երբ որ կարդում ենք, Պողոս առաքյալը 20-րդ խոսքից ասում է. բայց դուք Քրիստոսին այսպես չսովորեցիք։ Բայց դուք Քրիստոսին այսպես չսովորեցիք։ Եթե նրանից սովորեցիք եւ նրանից լսեցիք, ինչպես որ ճշմարտությունն է Հիսուսում։ Աշխարհը չընդունեց, չուզեց սովորի, մերժեց Հռոմեացիների թղթի գրվածքի պես։ Նրանք կամովի մերժեցին Աստծուն լսելը, Աստծուց սովորելը։ Բայց Պողոսը Եփեսոսի եկեղեցուն ասում է, դուք այսպես չէ որ սովորել եք։ Դուք այդ հեթանոսների նման չի որ սովորել եք, թեև հեթանոսներից եք դարձել Աստծուն, բայց ձեր կյանքի մեջ փոփոխություն է եկել եւ դուք նրանց նման չընդունեցիք Աստծուն, դուք ընդունեցիք իրապես եւ ասում է Քրիստոսից լսեցիք եւ Քրիստոսով սովորեցիք։ Գիտեք, Քրիստոսի մի բան է, երբ որ մենք Քրիստոսի մասին լսում ենք, մեկ այլ բան, երբ որ մենք Քրիստոսում ենք այդ ամենը սովորում։ Այսօր շատերը աշխարհի մեջ լսել են, որ Քրիստոս գոյություն ունի։ Շատ դավանանքներ կա, որ ասում են այո Քրիստոս գոյություն ունի, բայց նրանք Քրիստոսի մեջ չեն ուսուցանվել։ Ինչ է նշանակում Քրիստոսի մեջ սովորել։ Եթե
մեկս Քրիստոսի մեջ ենք։ Մենք ոչ միայն լսում ենք պատգամը, մենք ոչ միայն լսում ենք ինչ-որ ուսուցում եւ ուղակի գնում ենք, այլ այդ Քրիստոսը, որ մեր մեջ բնակված է, այդ Քրիստոսը սկսում է մեզ սովորեցնել, մեզ կրթել, հենց իր միջոցով ինքն իր էությունից սկսում է մեր մեջ փոփոխություն բերել մեր կյանքերի մեջ։ Եվ այս հեթանոսներին, որ Եփեսոսում դարձել էին Քրիստոսին արդեն, Պողոսն ասում է, դուք ուրիշների նման չսովորեցիք, քանի որ դուք ընդունեցիք Քրիստոսին ձեր կյանքի մեջ, ոչ միայն մեր տված պատգամների, մեր միջոցով փոխանցված Հիսուսի մասին ասված խոսքերի հիման վրա սովորեցիք, նրա մասին ինչ որ տեղեկություն առաք, այլ հենց Քրիստոսը, որ ձեր մեջ բնակված է, նա ձեզ սովորեցրեց, նա ձեզ կրթեց, նա ձեզ բարձրացրեց, նա իր հոգու մեջ ձեզ մկրտեց։ Եվ դրա համար մենք կարիք ունենք այլևս չնմանվել հեթանոսներին։ Ամեն։ Երկրորդ քայլը, որ Պողոս առաքյալը շեշտում է 22-րդ խոսքից, հետևյալն ասում է, որ ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեբայության կամ մեկ այլ թարգմանության մեջ ասում է խաբուսիկ ցանկություններով, խաբեբաց ցանկություններով ապականված է։ Եվ ձեր մտքի նորոգությունով ասում է նորոգվեք եւ նոր մարդին հագնեք, որ Աստծո պատկերի պես է ստեղծված, ճշմարտությունով եւ սրբությունով արդարության համեմատ։ Երկրորդ քայլը, որպես Աստծո զավակ, որպես Քրիստոսի մեջ լինողներ, հետևյալն է, հին մարդը, հին էությունը, հին սովորույթները, հին ցանկությունները մեր կյանքից պետք է դուրս հանենք։ Ոչ միայն չպետք է հեթանոսներին նմանվենք այլևս, ոչ միայն չպետք է մեր հին մարդուն նմանվենք, հին ցանկություններ ունենանք, այլ դա նաև պետք է ցանկության ոլորտից գործողության ոլորտի տեղափոխենք, հանենք այն ամենը մեր կյանքից, ինչը որ հին սովորույթի պես էր, հին մարդու պես էր, հեթանոսության պես էր, հեթանոսության շարքին էր դասվում, մենք կարիք ունենք դա հանելու մեր կյանքերից, հանելու մեզանից, եւ երբ որ շարունակությունը ասում է ոչ միայն պետք է հանենք, այլ նաև պետք է նորոգվենք, թույլ տանք Սուրբ Հոգին նորոգի մեր ներսը, թույլ տանք այդ շինարարական, այսպես հայերեն լեզվով ասած ռեմոնտը տեղի ունենա մեր կյանքի մեջ, գա նորոգություն, որովհետև երբ որ հինը քանդվում է, հինը պոկվում է, նրա եղած տեղերը շատ տհաճ են, որոշ դեպքերում շատ ցավոտ են, եւ պետք է թույլ տանք Աստծո Սուրբ Հոգու յուղը հոսի, մաքրելու, սրբելու, նորոգելու մեր կյանքը, մեր էությունը, մեր ներսը, եւ դրանից հետո Պողոսը շարունակում է եւ նոր մարդը հագեք ձեր վրա։ Գիտեք, ցավոք սրտի շատերը հինը հանում են եւ ասում են վերջ։ Հինը հանում են եւ մի փոքր նորոգություն են բերում իրանց կյանքի մեջ, այդ սպեղանին դրվում է, գալիս են 1-2 անգամ եկեղեցի, 1-2 անգամ աղոթք են ընդունում եւ ասում են լավ է։ Մի փոքր թեթևանում են, ասում են վերջ։ Բայց Աստծո խոսքն ասում է, որ վերջը շարունակություն ունի դեռևս, դրանով վերջ չի։ Մենք կարիք ունենք դեռևս հագնելու նոր մարդը։ Մենք կարիք ունենք հագնելու այն նորը, որը Աստծո պատկերի համապատասխան է, այն պատկերի, որ առաջի անգամ, երբ որ Աստված ստեղծեց ինձ եւ քեզ, ասեց թող լինի եւ մեր պատկերի պես թող լինի, այսինքն մեր էությունը, մեր նպատակները, մեր աստվածային էությունից թող նրա մեջ լինի։ Գիտեք, շատ անգամներ մարդիկ թյուրաբար հասկանում են, որ պատկերը ֆիզիկական կառուցվածքն է, երես, ականջ, դեմք, չգիտեմ ինչ բաներ, բայց Աստված չունի դրանցից եւ որևիցե մեկը, որովհետեւ նա անսահման Աստված է, նա հոգի Աստված է եւ նրանից բխում է միայն հոգեվորը եւ նա ուզում է, որ իր էությունը քո կյանքի մեջ վերականգնվի, այն սրբությունը, այն արդարությունը, որ կան նրա էության մեջ, որ նրա բարոյական հատկանիշներն են, Աստված ուզում է այդ բարոյական հատկանիշները քո կյանքի մեջ նորոգի, վերակառուցի եւ այդ մաքրված, սրբված, նորոգված կյանքի մեջ նորից բերի այդ պատկերը, որով ես եւ դու կարող ենք նորից նրա հետ հաղորդակցություն ունենալ։
Որովհետև երբ որ Եվան եւ Ադամը մեր նախահայրերը մեղքը գործեցին եւ այդ պատկերը կորցրեցին, նրանք իրանց իշխանությունը, նրանք իրանց իրավունքը Աստծո հետ հաղորդակցվելու թույլ տվեցին սատանան գողանա, նրանք դրա պատճառով վտարվեցին Աստծո ներկայությունից։ Բայց այսօր Աստված Քրիստոսով ուզում է վերականգնել դա իմ եւ քո կյանքի մեջ, որպեսզի այլևս հեթանոսության մեջ չգնանք, այլևս հին մարդու պես չքայլենք, այլևս այդ խափանված կյանքով չապրենք, այլ նորոգվենք եւ նրա կյանքը մեր մեջ ունենալով նորից հաղորդակցություն ունենանք Քրիստոսի հետ, Քրիստոսի միջոցով Հայր Աստծո հետ։ Ամեն։ Եվ դրա համար Պողոս առաքյալը Գաղատացիների թղթի մեջ ասում է. բայց նրանք, որ Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչեցին կիրքերով եւ ցանկություններով հանդերձ։ 6-րդ գլխի 14 խոսքի մեջ ասում է. ես խաչված եմ աշխարհի համար եւ աշխարհն էլ խաչված է ինձ համար։ Այլևս չկա աշխարհ ինձ համար, այլևս չկա հին կյանք ինձ համար, այլևս չկա հին հասկացողություն ինձ համար, այլևս չկա աշխարհի մեջ տիրող որևիցե բան, որ ավելին լինի, քան այն նորը, որ Աստված ինձ խոստացել է, քան այն նորը, որ Աստված իմ առաջ դնում է եւ բացում է։ Ես այլևս այդ ամեն հնի համար մեռած եմ եւ այդ հինն էլ ինձ համար է մեռած։ Կարող ես դու այսօր դավանել, որ քո կյանքի մեջ ամեն հինը մեռած է, ամեն աշխարհայինը, ամեն աշխարհային ցանկությունները կարող ես այսօր դավանել, որ դու խաչին ես հանձնել, դու խաչի վրա գամել ես դրանք եւ այլևս դրանք քեզ համար մեռած են, նշանակություն չունեն, կենթանություն չունեն եւ դու միայն կենթանի ես Քրիստոսի համար։ Եթե կարող ես ուրեմն ամեն փառք Տիրոջը։ Ասում է ձեր վրայից հանեք այն հին մարդը, որը ցանկություններով, խաբուսիկ, խաբված ցանկություններով ապականված է։ Այս խաբուսիկ վիճակը ցույց է տալիս մեղքի շատ նենք վիճակը, ցույց է տալիս այս մեղքի երկերեսանի վիճակը։ Մեղքը մեզ կարող է մեկ բան առաջարկել, բայց հետո մեկ ուրիշ բան մեզ տրամադրել։ Նա կաղապարը, նրա արտաքին ձևը, ինչպես Աստծո խոսքն ասում, Եվան տեսավ, որ ուտելու համար ցանկալի էր, հաճելի էր, ախորժելի էր, գեղեցիկ էր, բայց երբ որ կերավ, մենք գիտենք ամբողջ պատմությունը, թե ամբողջ աշխարհը ինչ ապականության մեջ մտավ։ Եվ հենց այս խաբուսիկ տեսքը մեղքի, հենց այս խաբուսիկ տեսքը աշխարհի, նրա առաջարկած ամեն sense քողարկված գեղեցկությունների տակ թույն է տրամադրում, որը քեզ տանում է հավիտենական կորուստը։ Եվ Պողոսն ասում է դրանք ամենը քո կյանքից հանիր, որովհետև սրանք ապականություն են բերում։ Եվ այս ապականված բառը այս խոսքի մեջ, բնագրի մեջ գրված է շարունակական ժամանակաձևով։ Ոչ թե այն ժամանակ ուղակի ապականեց եւ վերջ, այս ապականությունը մեղքի այս խաբուսիկ տեսակը, այս խաբուսիկ էությունը շարունակում է մինչև այսօր էլ ապականել, փչացնել, կորցնել, որովհետև սա իր հորից, ինչից որ նա բխում է, նրա էությունից է։ Իսկ սատանան Աստծո խոսքն ասում է չի կարող լինել ուրիշ կերպ, եթե ոչ քանդող, փչացնող եւ սպանող։ Դրա համար մենք սիրելիներս, եթե Քրիստոսում ենք ծնված, եթե Քրիստոսի մեջ ենք, պետք է որ այս քայլերին հետևենք, հեթանոսությունը մի կողմ դնենք, պետք է որ հին մարդը մեր կյանքից վեր առնենք եւ նորը հագնենք։ Հիսուսը մեկտեղ ասեց, եթե մարդը ազատագրվում է եւ իր կյանքից դևը դուրս է գալիս, այդ չարի իշխանությունը դուրս է գալիս եւ գնում է ու վերադառնում է, տեսնում է այդ տարածքը նորից ազատ է, ուրիշ բանով լցված չի, ավելի մեծ թիմով գալիս է եւ նորից գրավում է։ Սիրելիս, այսօր այն ինչ որ քո կյանքից կհանես, այն անցյալը, այն սխալը, որ անաստվածայինն է, կհանես, մի թող այդպես էլ մնա, նրա փոխարեն խնդրիր եւ փափագիր եւ ասա Տեր, թող դրանց փոխարեն քո ներկայությունը գա իմ կյանքի մեջ, թող քո ներկայությունը լցնի իմ կյանքը, որ ոչ մի բաց տարածք չմնա այլևս սատանային իշխանություն տալու։ Եվ հաջորդ քայլը, որ Աստծո խոսքը Պողոս առաքյալը այս գրքի մեջ
այս հատվածի մեջ շեշտում է եւ այդ քայլը, որ ասում է մենք որպես Քրիստոսում լինողներ պետք է անենք, 27-րդ խոսքն ասում է եւ տեղիք չտակ կամ առիթ չտակ սատանային։ Երբ որ մենք մեր կյանքերից հանում ենք անաստվածայինը, մենք մեր կյանքերից հեռացնում ենք աշխարհայինը, մենք մեր կյանքից հեռացնում ենք մարմնայինը, մենք պետք է դրա փոխարեն լցնենք աստվածայինը եւ որևիցե տեղ չտանք սատանային, ինչ որտեղ առիթ ունենալու, որևիցե միտեղ իր ոտքը դնելու, իր գլուխը մտցնելու։ Ուխտի պատմությունը գիտեք։ Սա մի հատ ուխտ բուկ բքին ցրտին գալիս է մեկի դուրը թակում, ասում է մրսում եմ, թույլ կտաս քո տուն մտնեմ, որ չսառեմ։ Այդ մարդն էլ փոքր մի քառակուսի տեղ է ընդամենը լինում, որտեղ ինքն էլ պատսպարված է այդ բքից։ Ասում է, բայց տեղը փոքր է, ես հազիվ եմ։ Ասում է, լավ, թող ընդամենը գլուխս դնեմ, գլուխս չմրսի, մարմինս ոչինչ։ Եվ երբ որ նա համաձայնում է շատ բանակցություններից հետո, այդ ուխտը իր գլուխը դնում է եւ քիչ-քիչ սկսում է մարմինը ներս մտցնել։ Եվ հետագայում այս մարդը տեսնում է, որ իրան տեղ չկա, ինքնա դուրս մնում այդ պատսպարությունից։ Եվ նույնպես էլ սատանան է, երբ որ նա ինչ որ տեղ է գտնում, ինչ որ 1 սանտիմետր քո կյանքի մեջ, որտեղ կարող է իր մատը դնել, իր գլուխը դնել, չգիտեմ, իր որևիցե մասը տեղավորել, նա քիչ-քիչ ներխուժում է եւ տեսնում ես, որ քո կյանքի մեջ այլևս ոչ դու տեղ ունես, ոչ էլ Աստված։ Եվ դրա համար Աստծո խոսքը Պողոսն ասում է, եւ որևիցե առիթ չտակ սատանային։ Հակոբոս առաքյալ իր թղթի մեջ ասում է 4 գլուխ 7-րդ խոսքում, ասում է մոտեցեք Աստծուն եւ նա պիտի մոտենա ձեզ։ Հակառակվեք սատանային եւ նա ձեզանից կփախչի։ Ոչ թե կոմպրոմիսի բանակցության գնացեք նրա հետ, ինչը կարելի է, ինչը չի կարելի, այլ Հակոբոսն ասում է անմիջապես նրա հետ հակառակվեք, որովհետև դուք որևիցե բանակցելու, նա ձեզ որևիցե առաջարկելու բան չունի, որ դուք ընդունեք, դուք արդեն իսկ ընդունել եք Քրիստոսին ձեր կյանքի մեջ։ Եթե դուք ընդունել ես քո կյանքի մեջ Քրիստոսին, եթե դու Քրիստոսի մեջ ես եւ Քրիստոսն էլ քո կյանքի մեջ, դու այլևս բանակցության կարիք չունես սատանայի հետ, ինչ որ բաների հասնելու, ինչ որ բան քո կյանքի մեջ փոփոխվելու, ինչ որ մի բան զիջելու կամ չզիջելու։ Դու պետք է ուղղակի կանգնես եւ հակառակվես, ինչպես Հիսուսը փորձության ժամանական ապատում ասավ. «Հետից գնա սատանա, որովհետեւ գրված է, որ միայն քո Տեր Աստծուն պաշտիր»։ Միայն քո Տեր Աստծուն պաշտիր, այն Աստվածը, որ քո կյանքի մեջ է իր Սուրբ Հոգու միջոցով, դու այլևս կարիք չունես սատանային ինչ որ բաներ ասելու, դու պիտի ասես սատանա հետից գնա, որովհետև դու ինձ առաջարկելու բան չունես, ինչ որ ինձ պետք է արդեն առաջարկված է, հավիտենական կյանքը։ Եվ երբ որ մենք հակառակվում ենք սատանային, նա մեզանից փախչում է, ուղղակի հեռանում է։ Եվ Պողոս առաքյալը շարունակության մեջ շեշտում է մի քանի սխալ սովորություններ, ասում է, եթե մեկը գողանում էր, եթե մեկը սուտ էր խոսում, սխալ վարմունքներ ուներ, ասում է, թող այս ամենը թողնի եւ այլևս այդ վարմունքներով չապրի։ Այն ինչը որ մարդկայինն էր, այն ինչ որ սատանայից էր մի ժամանակ, այն ինչ որ հին էությունից էր, ասում է, թող հրաժարվի եւ այլևս այդ հին կյանքով չապրի, այլ նորոգված կյանքի քայլերը ցույց տա իր կյանքի մեջ։ Եվ վերջի քայլը, որ Պողոս առաջարկում է մեզ անենք, որը նաև չանելու քայլ է, հետևյալն է, ասում է, մի տրտմեցրեք Սուրբ Հոգուն։ Մենք կարիք ունենք ընդդիմանալ սատանային եւ չտրտմեցնել Սուրբ Հոգուն։ Երբ որ մենք սատանայի հետ երկխոսության ենք գնում, կոմպրոմիսի ենք գնում, բանակցություններ ենք վարում, Սուրբ Հոգին, որ թագավորած է մեր կյանքի մեջ, որ մեր կյանքի մեջ բնակվում է, մեր էության մեջ բնակվում է, դա նշանակում է, որ դու իրան հաշվի չես առնում, իրան դնում ես երկրորդական պլանում, եւ դու սկսում ես որոշումներ կայացնել քո մարմնի ցանկությունից, քո իրավիճակից, քո կարգավիճակից, եւ Սուրբ Հոգին տրտմում է դրանից։ Գիտեք, Սուրբ Հոգին մեր մեջ է, Հիսուսն ասեց, երբ որ կգնամ, մխիթարիչը կուղարկեմ, նա կգա եւ հավիտյան ձեզ հետ կլինի։
Գիտեք, ամենակարող Աստվածը իր հոգով, իր էությամբ եկել եւ բնակվել է մեր մեջ, հավիտյան մեզ հետ լինելու եւ մենք ինչ որ իրավիճակների մեջ ուզում ենք փորձենք տեսնենք, որն է այս իրավիճակում լավը, մարմնի ցանկությունը կատարելը թե չէ։ Այս մի բանն անելը թե չէ, ել չենք հարցնում Սուրբ Հոգի։ Դու ինչ ես ասում։ Անեմ թե չանեմ։ Գնամ թե չգնամ, գործեմ թե չգործեմ։ Եվ շարունակությունը վերջի երկու խոսքն ասում է եւ ամեն դառնություն եւ բարկություն եւ ամեն սրտմտություն եւ ամեն աղաղակներ եւ հայհոյություններ թող վեր առնվի ձեզանից ամեն չարության հետ մեկտեղ։ Այս ամենը Սուրբ Հոգուն տրտմեցնում է մեր կյանքերի մեջ։ Այս ամենը մարմնի պտուղներն են, որոնք երբ որ մեր կյանքի մեջ բարձրանում են, աճում են, երբ որ այդ մարմինը ծաղիկ է տալիս, դրանից ցոգոլն է աճում եւ մենք նրան պարարտանյութ ենք տալիս, մշակում ենք, դեղում ենք ավելի գեղեցիկը լինելու եւ ավելի մեծ պտուղներ ունենալու, սկսում է նա ավելի։ Մեկ բարկությունը դառնում է հակառակություն։ Դեք, երբ որ առաջի մարդկանցից մեկը իր կյանքի մեջ, իր սրտի մեջ դառնություն ուներ, Կայենը այդ դառնությունը վերածեց սպանության։ Երբ որ թույլ ենք տալիս նախկին հին մարդը մեր մեջ գլուխ բարձրացնի եւ այդ դառնությանը ջրում ենք, այդ դառնության մի փոքր արմատը ջրում ենք, Եբրայեցիների թղթի հեղինակը մեջ բերելով Սաղմոսներից ասում է ձեր մեջ որևիցե դառնության արմատ թող դուրս չգա։ Մեկ փոքր արմատը շատ մեծ գործ կարող է անի, եթե նրան սկսես ջրել։ Եվ Աստծո խոսքն ասում է թող ձեր կյանքի մեջ այդ արմատը չլինի դառնության արմատ։ Ձեր կյանքից թող այս ամենը, որ չարից է, հեռանա, որը Սուրբ Հոգուն տրտմեցնում է։ Եվ վերջի 32-րդ խոսքն ասում է այլ իրար հետ քաղցր եղեք։ Գթած իրար վրա, ներողամիտ իրար ներելով, ինչպես որ էլ Աստված Քրիստոսով ներեց ինձ եւ քեզ։ Սա Աստծո էությունն է, սա Սուրբ Հոգու պտուղն է, քաղցրությունը, արդարությունը, ներողամտությունը, սրանք Սուրբ Հոգու պտուղներն են, որ մեր կյանքի մեջ պետք է աճեն։ Եվ այս քայլերը մենք պետք է կատարենք, հանենք մեր վրայից անցյալի ամեն ազդեցությունը, իր հանդերձներով հանդերձ, իր էությունով հանդերձ, հեթանոսներին չնմանվենք, մեզ չգայթակղի ինչ որ մեկի ապրածով առաջ գնալը, եթե այդ կյանքը նմանված չի Քրիստոսի կյանքին։ Եվ կարողանանք Պողոսի նման ասել, իմ անձն էլ խաչված է այս ամենի համար, եւ դրանք էլ ինձ համար այլևս գոյություն չունեն։ Սիրելիս, եթե համաձայն ես այս քայլերի հետ, եթե համաձայն ես եւ վստահ ես, որ դու Քրիստոսի մեջ ես, եթե հավատում ես, որ Քրիստոս քո կյանքի մեջ է, դու գիտես, որ նա եկել է քո կյանքի մեջ եւ նա է քո կյանքում Տեր, այսօր քաջալերում եմ քեզ, կանգնես աղոթքի եւ քննես քո անձը եւ ասես Տեր, եթե այս քայլերից որիվցե մեկում թերանում եմ, եթե դեռևս ինչ որ հեթանոսական սովորության, ինչ որ աշխարհային սովորության մեջ եմ, ինչ որ աշխարհն է մատակարարում, ես դա եմ դեռևս անում, ինձանից հանիր այդ ամենը։ Եթե դեռևս հին մարդու էությունից իմ մեջ ինչ որ մի մասնիկ դեռևս կա, թող քո լույսը ծագի եւ այդ խավարի վրա գա քո կյանքի լույսը եւ նորը հագցրու ինձ, նոր էությունը քո պատկերի նման, որը սրբությունից է, որը արդարությունից է եւ հակառակվիր այսօր սատանային քո կյանքի մեջ։ Թույլ մի տուր, որ սատանան որևիցե ձևով մոտենալ քեզ, հակառակվիր, դեռ նա չմոտեցած քեզ իր պիղծ խապկանքով լեցուն մտքերով հակառակվիր անմիջապես եւ ասա դու իմ բաժինը չես, ես ընտրել եմ իմ բաժինը եւ այն Հիսուս Քրիստոսն է եւ դրանով գոհացրու, փառաբանիր այն Սուրբ Հոգուն, որ քո կյանքի մեջ կա, որ բնակված է քո կյանքի մեջ, լսիր նրա ձայնին եւ թույլ տուր այդ ձայնը քեզ ուղղորդի եւ առաջնորդի ամեն քո որոշումների մեջ եւ վստահ եմ, որ Աստված քեզ զորություն կտա այդ ամենը կատարելու եւ սա Աստծո կամքն է եւ նա քեզ կբարձրացնի ավելի, որովհետեւ նա ամենակարող Աստված է եւ նա բնակված է քո մեջ։